Նախ եւ առաջ գրավոր ընթացակարգով քննությունների թերությունները եւ առավելությունները քննարկելու համար պետք է հասկանանք մենք ինչ խնդիր ունենք։ Այս նախագիծը եկավ եւ հետագայում թե արդեն միջտադական ակտերով, կալանքներով արդեն իսկ գրավոր ընթացակարգով իրականացնում է, իրականում դա դատաների գերծանրաբեռնվածությունը թեթևացնելու միտում ուներ դատավորների, օրինակ ճիշտն ասած ես դրական եմ գնահատում, որովհետեւ մենք բազմաթիվ օրինակ խոշտանգման գործերով միայն քննիչի որոշման բողոքարկումը եղել է դեպք, եւ որ դատանը մի տարի այդ ընդամենը քննիչի որոշման իրավաչափությունը պետք է քննարկեր, օրինաչափ է թե ոչ, եղել է մի տարուց ավել։ Իսկ հիմա ընդամենը 2 շաբաթվա ընթացքում դատանը գրավոր ընթացակարգով որոշում է եւ որոշում է կայացնում, այնպես չի որ որակը որոշման վատ է, որովհետեւ բազմաթիվ գործերով դատանները խախտում են ճանաչել քննիչի որոշումները, նույն քրեական վարույթ չնախաձեռնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ եւ շատ դեպքերով նաեւ դատանը իր որոշմամբ որոշ է գրավոր ընթացակարգը բանավոր ընթացակարգով կիրառելու, երբ որ ինչ-որ հարցեր ունի կողմերը, այսինքն ես սա դրական եմ գնահատում, որ պետության կողմից քայլ է ձեռնարկում դատաների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու եւ դատաների ծանրաբեռնված չլինելու միայն մի բացասական կողմ կա, երբ որ մշտադիտարկում իրականացող անձիկ չեն կարող այդ գործերով դատական նիստը լուսաբանել, մշտադիտարկել, բայց քանի որ Արարատյանի դատանում բոլոր ապացույցները քննարկվում է, իմ կարծիքով խնդիր որպես այդպեսին չի առաջանա, բայց նորից եմ կրկնում, ողջամիտ ժամկետների գործերի պահպանությունը իրականում շատ ծանր վիճակում էր գտնվում, այդ իսկ պատճառով իմ կարծիքով այս նախագիծը արագացնում է գործերը, ի վերջո անձը չի սպասում մի տարի կամ 2 տարի եւ ընդամենը քննիչի մի որոշում պետք է վերացնի թե ոչ։ Նույն հարց կարող եմ ես տալ Վճռաբեկ դատանը, օրինակ Արմեն Աղաջանյանի գործով խոշտանգման հոդվածով գրավոր ընթացակարգով իրականացրեց, ոնց եղավ որ արտարադատություն եղավ ու առանց մեղադրյալի տեսնելու այդ արտարադատությունը իրականացրել կամ Վճռաբեկ դատանը բազմաթիվ նախադեպային որոշումներ է կայացնում առանց մեղադրյալներին կամ տուժողներին տեսնելով։ Սա մի քիչ կարելի ասել ռոմանտիզացված է մեղադրյալներին տեսնելու կամ տուժողներին տեսնելու, իրականում դատարանը պետք է տեսնի քրեական գործի նյութերը, ապացույցները որոշելու համար իրավունքի խախտում կա, խախտում չկա, իմ կարծիքով մեղադրյալին տուժողին տեսնելը դա բավարար չէ բավարարելու կամ մերժելու համար։